Ժողովուրդը գրում է ազգային ժողովում արդեն 3.5 տարի շարունակվում է գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը փակուղում է այն ստեղծվել է 22 թվականին, աշխատանքը պետք է ավարտեր 6 ամիս անց, բայց 6 ամսով երկարաձգվել է ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Քոչարյանը պարտավոր էր ավարտել աշխատանքները ու եզրափակիչ զեկույց ներկայացնել Ալեն Սիմոնյանի հետ ըստ թերթի տեղեկությունների Ընդհարում է տեղի ունեցել, նա պահանջել է հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել ամփոփիչ զեկույցը, բայց ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել կանոնակարգ օրենքը եւ շրջանառել 2 տարի ուշացած փաստաթուղթ թերթի տեղեկություններով։ Զեկույցում առկա են ճակերտավոր գաղտնի հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումներ եւ ըստ դրա սպասվում են ձերբակալություններ, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք շաբաթ օրը Prime Hall ռեստորանում կայացել է Փյունիկ հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը։ Մեծ թվով հյուրեր ու սփյուռքահայեր են եղել, նաև Մերձավոր Արևելքից հարսանիքին մասնակցել է Աննա Հակոբյանի հիմնադրամի Իմ Քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալակյանը, որը նույնպես Սիրիայից է, չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, նրան անգամ փորձում էին կալանավորել, բայց նա ջերմ հարաբերություններ է պահպանում իշխանության ընդդիմության եկեղեցու հետ ու պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցույց տալիս իշխանական ձեռնարկատերերին ու Աննա Հակոբյանի հիմնադրամին, հիշեցնում է թերթը։ Իրավունքում կարդում ենք, հայտնի է, որ Փաշինյանը ակտիվ նախապատրաստվում է 26 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծահազանգ էին, ԿՊ-ի վիճակը լուրջ է, սոցհարցումները նույնպես վկայում են, նրա վարկանիշը 20%-ի էլ չի ձգում։ Այս բարդ իրավիճակում Փաշինյանը փորձում է օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ լեզու գտնել, ըստ թերթի տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի, բայց ռուսներին բավարարելու համար որոշ է զոհաբերել նրանց աչքի գրողը համարվող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում էլ խիստ բացասական վարկանիշ ունի։ Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվեց մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ նա համեմատվում էր ամերիկացի մանկապիղծ Էփշտեյնի հետ։ Բացի այդ, Փաշինյանը Ալենին համարում է գլոբալիստների կողմից վարչապետի հիմնական թեկնածու եւ նշել է, որ Ալենի հարցն այլևս լուծված է, հաղթանակի դեպքում նա այլևս չի լինի ԱԺ նախագահ։ Այդ մասին Փաշինյանը հավաստիացրել է ռուսներին, իսկ որ Ալենը շատ չթպրտա, Փաշինյանը արկախված է պահում նրա ամենամոտ հարազատների հետ առնչվող քրեական գործերը, գրում է թերթը։ Ժողովուրդն էլ գրում է օգոստոսի 30-ին Փաշինյանի որոշմամբ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվել Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Եղիշե Կիրակոսյանին ու Լիպարիկ Դրմեյանին փոխարինած Անդրեասյանի նշանակումը ըստ թերթի մի քանի տեսանկյունից է հետաքրքիր խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարումն է, որը դարձավ Կիրակոսյանի հրաժարականի պատճառը, իսկ Անդրեասյանը կանի դա, այլև այն, որ նա պետության անունից փաստացի պաշտպանելու է ինքն իրեն։ Թերթը հիշեցնում է, մինչև անցած տարվա նոյեմբերը ԲԴԽ նախագահ էր, նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ ու հեռացված դատավորները դիմել էին մի ետ։ Այժմ, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Կարեն Անդրեասյանն է, նշանակում է նա պետք է երկրի անունից ներկայացնի ու պաշտպանի այդ գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումները։ Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել, սա իրավական շրջանակներում արդեն որակում են որպես շահերի բախում։